Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, քաղաքական դաշտում ակտիվ եռուզեռ և վերադասավորումներ է։ Civic Aim-ի նկարանող խումբը գտնվում է կենտրոն վարչական շրջանում և կփորձի պարզել, եթե այս կիրակի լինեին ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեին մեր համաքաղաքացիները։ Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, քաղաքական որ ուժին կընտրեիք։ Միանշանակ ԿՊ։ Իսկ որ բարեփոխումների համար։ Բարեփոխումները շատ են, թվարկեմ ամեն ինչ։ Մարդկանց կենսամակարդակի բարձրացում, վերջին թոշակի բարձրացումը էլ չասեմ, դա վերջներ արդեն բումարեց։ Ամեն ինչը Հայաստանում ժողովուրդը դարձել է երջանիկ։ Եվ դա լսում ենք դրսի կոմենտներից, որ ձեր բախտը բերել է ձեր ղեկավարության հարցում, ու մենք մեզ նախանձում ենք, մենք մեզ երանի ենք տալիս, լավ է լինելու, ավելի լավ է լինելու։ Եթե այս կիրակի լինեին ընտրություններ, որ քաղաքական ուժին կընտրեիք։ ԿՊ-ին, Ինչու։ որտեղ լավ են աշխատում, համեմատ մյուս կուսակցությունների հետ։ Իսկ առողջապահության ապահովագրությունից օգտվում եք։ Առայժմ ոչ, բայց կօգտվենք շուտով։ Այո, շատ լավ է թոշակների բարձրացումը, լրիվ հերիքում է։ Հերիքում է Դավիթ ջան, դու ես թոշակառու։ Դա հարցը նրանում չի հերիքում, թե չի հերիքում։ Հարցը անում է, որ ինչքան կարան բարձրացնեն, կարծում եմ, որ ամենաբարձր մակարդակով բարձրացրեցին։ Որ քաղաքական ուժին կընտրեիք։ Նիկոլ Փաշինյան։ Ինչու։ Ստեղ չեմ ապրում, բայց իրան հետևում եմ։ Բայց ընտրելու հնարավորություն ունեք։ Հա, իրան կընտրեմ։ Շատ լավ բաներ արել։ Այդքանը։ Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, քաղաքական որ ուժին կընտրեիք։ Ներկայիս Իսկ ինչ բարենարոգումներ կթվարկեք։ քիչ է, թոշակն է, ճանապարհներն է, մանկապարտեզն է, ամեն ինչ լավ է։ Չգիտեմ, Չեք կողմնորոշում։ չէ։ Իսկ գնալու եք ընտրություններին։ Անպայման։ Իսկ ներկայիս կառավարումից գոհ եք։ Հա։ Լավ, շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիրը բոլորն են, որ խոսում են, հաճելի մարդիկ են։ Իսկ հակառակները ոչխարի նման են անում, չէ՞։ Են մյուս այդ ընդդիմություն կոչվողը 5 հատ լավություն եմ անում, պատերին կրումը, հավատում եք դուք դրան։ ԿՊ-ին։ Ինչ բարենարոգումների համար։ Կոնկրետ օրհեմի խաղաղությունը։ Այո, Մարդկանց վիճակն է լավ է։ այո։ Իսկ առողջապահության ապահովագրությունից տեղյակ եք թոշակների։ Տեղյակ եմ, ամասել օգտվում է։ Քաղաքական որ ուժին կընտրեիք։ Ճիշտն ասած չեմ մտածել դեռ, առայժմ չեմ մտածել։ Ես մենակ ցանկանում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն ու լավ ղեկավար։ Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, քաղաքական որ ուժին կընտրեիք։ ԿՊ-ին, Եվ կթվարկեք ինչ բարենարոգումների համար։ այն որ ծախված չի։ Եվ ճիշտ է, դժգոհելու առիթներ կա։ Մենակ են, որ հիմա հեռախոսները սարքել են այս ձևի։ Ես 300 դրամ պետք է տամ տրանսպորտի իջնեմ քաղաք, որ 200 դրամ հեռախոսս լիցքավորեմ։ Իմ տան կողքերը բանկ չկա, տարածքում բանկ չկա։ Իսկ ինչ բարենարոգումներ կթվարկեք։ Բարենորոգ շատ կա։ Չէ, թե դպրոցների, թե մանկապարտեզների, թե փողոցների ասֆալտ, թե մաքրության, չէ, չի կարելի դժգոհել։ Նորմալ բաներ կան։ Իսկ առողջապահության ապահովագրությունից օգտվում եք։ Օգտվում ենք Գոհ եք։ շատ։ 1.800.000-ի փոխարեն ես անվճար նոր լեգապարկ եմ հեռացրել, 1.800.000 փոխանցել է պետությունը։ Շատ լավ է, հրաշալի։ Իհարկե։ Իսկ առաջ նման բաներ չենք տեսել։ Մի հատ էլ մաղարի չէինք անում, որ շուտ վիրահատեն։ Ճիշտ է։ Շնորհակալ եք շատ, հաջող։ Ես էլ եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։